Yolchian Production-ը ներկայացնում է Yolchian Production։ Հարգելի հեռուստադիտողներ, տեղեկացնեմ, որ այս պահին մենք գտնվում ենք ֆիզիկայի լաբորատորիայում, Վանաձորի թիվ 18 դպրոցում եւ իմ զրուցակիցն է մի խումբ աշակերտներ իրենց խմբի ղեկավարի հետ, իրենք կներկայացնեն իրենց նախագծային աշխատանքը։ Բարև ձեզ։ Ինչպես եք երեխաներ։ Այս խմբի ղեկավարն է Ավորյան Տաթևիկը, ով դասավանդում է թիվ 18 դպրոցում ֆիզիկա առարկան եւ այս թիմի աշակերտները կներկայացնեն իրենց նախագծային աշխատանքը, քանի որ այս պահին ես ձեզ ավելի մոտ եմ գտնվում, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ նախագծային աշխատանք եք պատրաստել եւ ինչու եք ընտրել հենց այս թեման։ Մենք կատարել ենք ֆիզիկա առարկայից քննական նախագծային աշխատանք, մեր թեման Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիայի աղբյուրներն է եւ դրանց կիրառման հնարավորությունները։ Մենք ընտրել ենք այս թեման, քանի որ այս թեման այսօր շատ արտիական է եւ քանի որ ունի տնտեսական նշանակություն, այո, շրջակա միջավայրի պահպանության համար, ինչպես նաեւ էներգիայի խնայողության համար, ամբողջ աշխարհի, այդ թվում նաեւ Հայաստանի համար, եւ վերականգնվող էներգիայի աղբյուրները հնարավորություն են տալիս ստանալ էներգիա բնական եւ անվերջ վերականգնվող ռեսուրսներից առանց բնությանը մեծ վնաս հասցնելու։ Մեր մանկաբարձը թող ներկայացնի, թե ովքեր են այս էներգիայի հետ կապված թիմի աշակերտները եւ երբ որ դուք առաջարկեցիք իրենց այս նախագծային աշխատանքը, քննական նախագծային աշխատանքը, ինչու որոշեցիք հենց այս։ Դուք որոշեցիք, թե աշակերտների համատեղ աշխատանքի արդյունքում որոշեցիք։ Շատ լավ։ Քննական նախագծային աշխատանքի շրջանակներում աշխատել են Պողոսյան Ալան, Թաթուլյան Անգելինան, Ոսկանյան Անգելինան եւ Սարգսյան Ռաֆիկը։ Փետրվարի 15-ից հետո կզնակը հրապարակեց քննական նախագծային ինտեգրված նախագծային աշխատանքների թեմաները ու սովորողների հետ խորհրդակցության արդյունքում ենք ընտրել թեման, ավելի շուտ հենց իրենք են ընտրել թեման եւ դե բնականաբար ֆիզիկա, աշխարհագրություն ու քիմիա ինտեգրված առարկայախմբով ուղղակի ղեկավարել եմ ես, բայց նախագծային աշխատանքը ինքը ինտեգրված է։ Հարգելի աշակերտներ, դուք նշեցիք, մեր աշակերտուհին նշեց, որ Հայաստանը ունի բարձր ռեսուրսներ։ Ամենամեծ ռեսուրսը այս խնայողական էներգիայի որն է մեր Հայաստան աշխարհում։ Արևը, որովհետև Հայաստանը, ասենց ասած, համարվում է արևի երկիր ու արևը մենք կարող օգտագործել որպես բնական ռեսուրս, օգտագործելով որպես վերականգնվող էներգիայի աղբյուր, նույնը քամի։ Իսկ դուք ձեր նախագծային այս աշխատանքը որևէ միտեղ հանդես եք եկել, ցուցադրել եք եւ ինչ տպավորություններ եք ստացել եւ աշխատանքի ընթացքում ինչ դժվարությունների եք հանդիպել։ Դե ինձ թվում է բոլոր թիմերում էլ լինում է այդ դժվարությունները, իրար օգնելու կարողություն ենք մենք սովորել, հա, առաջին հերթին սովորել ենք գիտելիք, գործակցություն, սովորել ենք տարբեր աղբյուրներից ցած գտնել ճշգրիտ տեղեկություններ ու աշխատել ենք միասին։ ներկայացնելու հմտություններ ու ամենակարևորը քննադատական մտածողությունը։ Իսկ կրեատիվությունը։ Դուք ունեք նաև խմբի ղեկավար, ձեր ուսուցչուհին, ինքը օգնում է թե խանգարում։ Իհարկե ինքը մեզ ուղղորդել է, մենք ինչպես աշխատենք, որտեղից օգտվենք ու ըստ դրա մենք իր օգնությամբ մեր նախագիծը իրականացրել ենք։ Ֆիզիկան շատ մեծ է իր օրենքներով, բայց ինչու դուք հենց ձեր այս թիմը ընտրեցիք էներգիան։ Ինքը նշեց, որ շատ արտիական է, այսօր բոլորը գնում են արևային էներգիայի, բայց այնուամենայնիվ արևային էներգիա ձեռք բերելու համար նաև մեծ ծախսեր է հարկավոր նախնական ձեր այս փոքրուհիների միջոցով ինչ եք ուզում հասանելի դարձնել մեր քաղաքացիներին եւ ինչու դուք հենց գնացիք այս դժվար ճանապարհով։ Մեր նախագծի հիմնախնդիրը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք հանրությանը, որ իրենք ավանդական էներգետիկ համակարգից անցում կատարեն դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ, քանի որ ավանդական էներգետիկ համակարգի ինքնարժեքը ավելի բարձր է եւ քանի գնում գնալով աճում է, իսկ արդեն վերականգնվող էներգիայի աղբյուրները էներգիան ապահովում են, էներգիա խնայող են եւ
երկրին ավելի շատ թույլ կտան խնայել էներգիան եւ վառելիքային ռեսուրսները։ Այս նախագծային աշխատանքը ձեզ ինչ տվեց։ Նախագծի միջոցով 4 հիմնական հմտություն եք ձեռք բերել՝ քննադատական մտածողությունը, կրեատիվությունը, հաղորդակցությունը եւ հմտություն նաև համագործակցությունը։ Ինչու՞ չէ նաև հմտություն, այսօր ես վստահ եմ, որ այդ գիտելիքները կարող է կիսվել մեր քաղաքացիների հետ, որովհետև սովորական քաղաքացուն շատ դժվար է հասանելի դարձնել ինչ է տալիս մեր արևը։ Մեր արևոտ երկիրը։ Ու ներկայիս բնակչությունը հիմնականում դժվարանում է հրաժարվել ավանդական էներգիա կոչվածից, անտեսելով այն փաստը, որ մեծ քանակությամբ վնաս է հասցվում շրջակա միջավայրին եւ բնակչությանը, քանի որ ավանդական էներգիա կոչվածը արտանետում է թունավոր գազեր, ինչպիսիք են ածխաթթու գազը, ու այդ իսկ պատճառով էլ ցանկացանք այս նախագծային աշխատանքը իրականացնենք ու բնակչությանը, այսպես ասած, հասկացնենք, որ ավելի լավ է անցում կատարենք վերականգնվող էներգիայի աղբյուրների։ Մենք գիտենք, որ Հայաստանը մեծապես կախված է, չէ՞, ներկրվող գազից, ու որովհետեւ մենք էներգետիկ անկախ լինենք, մենք առաջարկում ենք գնալ վերականգնվող էներգիայի աղբյուրների տեսակետից, ինչպես նաև նավթը ու բնական գազը իրենք սպառվող, այսինքն սահմանափակ պաշարներ ունեն եւ մի օր բնականաբար կսպառվեն, իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներն արդեն բնականորեն վերականգնվում են։ Իսկ արևը չի սպառվում Հայաստան աշխարհում։ Ինչպես նաև հանածո բարելիքի օգտագործումը սերտ կապված է սիրտանոթային եւ շնչառական մի շարք հիվանդությունների հետ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անցում կատարել վերականգնվող էներգիայի տեսակների։ Երբ որ հրապարակվեց նախագծային աշխատանք մանավանդ քննական դասարանների հետ կապված, ինչու դուք ընտրեցիք ֆիզիկա առարկա։ Իրականում մենք 7-րդ դասանից սկսած մի շարք տասնյակ նախագծային իրականացրել եւ այսպես ասած արդեն հմտացել էինք այս ոլորտում։ Իրականում դժվար էր, բարդ էր, քանի որ տարբերությունը մեծ էր։ Սովորական նախագծերի ժամանակ մենք այդքան էլ չենք խորանում թեմայի շուրջ, իսկ արդեն հիմնական նախագծերի ժամանակ խորհրդությամբ ուսումնասիրել ենք, կատարել հետազոտական աշխատանքներ, թիմով համագործակցել։ Այո, համագործակցել ենք։ Իսկ դպրոցից հետո արդյոք այս ուղղությամբ պետք է սովորեք համալսարաններում։ Մտածում ենք։ Իսկ այս նախագծային աշխատանքները արդյոք ձեզ կօգնեն ձեր հետագա կյանքում թեկուզ։ Այո։ Սրանց միջոցով մեր գիտելիքները ավելի են հմտանում, ավելի են տպավորվում մեր մեջ, մենք կենտրոնանում ենք մի թեմայի շուրջ ու ծավալվում։ Ըստ դրա։ Բոլոր նախագծային աշխատանքներն, հատկապես բոլոր աշխատանքները շատ դժվար են։ Չգիտես ինչու շատ դժվարությամբ մեզ հասանելի դառնում, բայց այնուամենայնիվ մեր կողքին լինում են այն մարդիկ, ովքեր թեկուզ մեզ խրախուսում են իրենց խոսքով։ Ձեր նախագծի հարցում ովքեր են ձեզ օգնել եւ ունեք հնարավորություն նաեւ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որ միշտ ձեր կողքին են ու նաեւ հավատացել են ձեր ուժերին։ Իրականում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախ մեր նախագծի ղեկավարին Ինկեր Աբոյանին, քանի որ ինքը անընդհատ մեզ ուղղորդել է ու տվել այնպիսի խորհուրդներ, ոնց էլ մենք շարժվել ենք, ինչպես նաև դպրոցի մյուս ուսուցիչները, մեր համատեղ ինտեգրված նախագծի ուսուցիչները, Ընկեր Խարատյանը, Ընկեր Հովհաննիսյանը եւ այլն ուսուցիչները հիմնականում միշտ մեր կողքին են։ Նախագիծը եւս բացառություն չէր։ Շարունակելով Ալայի խոսքը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի տնօրեն Թագոհի Թադևոսյանին, քանի որ եթե չլիներ ինքը, ապա այս նախագծային աշխատանքի մասին, ասենց ասած, կմնար միայն դպրոցում, ոչ ոք չէր իմանա, ու շնորհակալություն ենք հայտնում իրեն, որ այսպեսի լավ բան էր կազմակերպել ու մենք կարողացանք բնակչությանը ներկայացնել։ Եվ մարդիկ իմանա, որ մենք ունենք այդպես սերունդ ձեզ այս թիմին, որ մտածում եք, որ կարող է մեր Հայաստան աշխարհի արևը օգտագործենք եւ մեր բնական ռեսուրսները ճիշտ օգտագործենք եւ կախում չունենանք որևէ պետությունից, ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, թեկուզ այս ոլորտը չընտրեք հետագայում, այնուամենայնիվ այս դպրոցի տված գիտելիքը ձեզ մեծ ուժ եւ կարողություն կտա ձեր հաջորդ մասնագիտությունների հարցում։ Ընկեր Աբոյան, մենք մոտենանք մյուս խմբին, տեսնենք մյուս խումբը ինչ աշխատանք է պատրաստել։
Խնդրում եմ ձեր երկրորդ թիմին աշխատանքը ներկայացրեք եւ թեմա եւ թե ինչ եք պատկերել այս մակետում։ Երկրորդ քննական նախագծային աշխատանքը էլի ինտեգրված ֆիզիկա աշխարհագրություն, էլեկտրական հոսանքի աղբյուրները եւ դրանց բնապահպանական ազդեցության շրջանակները։ Թիմում աշխատել են Մարդանյան Էլենը, Վիրաբյան Էլլան, Մարգարյան Սոֆին, Հայրապետյան Միլենան եւ Ասատրյան Լյովան։ Խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ եք արել ու ինչու եք ընտրել այս թեման եւ այս մակետը եւ ում ձեռքի աշխատանքն է։ Այս մակետը բոլորիս աշխատանքն է, բոլորիս համատեղ աշխատանքն է։ Փորձել ենք պատկերել մի համայնք, որտեղ օգտագործել ենք մեր 3 հիմնական վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Ունենք այստեղ հողմաէլեկտրակայաններ, հիդրոէլեկտրակայան եւ արևային պանելներ ունենք տեղադրված առանձին հարթակում եւ տանիքների վրա։ Այս մակետով ցույց տալ, թե ինչպես կարող է մարդկությունը կյանքի կոչել կանաչ էներգիան, նվազագույն վնաս հասցնելով բնությանը։ Օգտագործել ենք տվյալ էներգիաները, տվյալ էներգիայի տեսակները, որպեսզի նախ մեր համայնքը ունենա իր հենց սեփական էներգիայի աղբյուրը, կախում չունենա այլ էլեկտրոցանցերից։ Հիդրոէլեկտրակայանը խորհրդանշում է հենց մեր ջրի ուժը, հողմաէլեկտրակայանները որսում են քամու ուժը, իսկ արդեն արևային պանելները լույսը ուղղակիորեն վերածում են էլեկտրականության։ Ինչ տվեց ձեր այս փորձառությունը, այս ամբողջը մեկ Այս փորձությունը մեզ միավորեց, մենք կարողացանք բոլորով աշխատել, միամուռ ուժերով աշխատել մեկ նախագծի շուրջ եւ շատ հմտություններ ձեռք բերեցինք։ Բացի այս մակետից մենք նաեւ էլեկտրոնային տարբերակով շատ աշխատանքներ ենք կատարել, հաշվիչներ ենք ստեղծել, նաեւ առիթ ենք ունեցել մեր աշխատանքները ներկայացնել Դիլիջանի կենտրոնական դպրոցում եւ շատ հաճելի կարծիքներ տեսել։ Եվ դուք ունեք նաև գրքույկ, խնդրում եմ ներկայացրեք գրքույկի մասին, դու ինչ պատրաստել են նաև գրքույկ մեր թեմայի վերաբերյալ, որտեղ ներկայացված են էներգիաները, սպառումը, տեսակները եւ այլ հետաքրքիրությունները։ Գրքույկի ժամանակ ինչ դժվարությունների հանդիպեցիք։ Գրքույկը կազմել ենք մեր սահիկաշարի հիման վրա, սահիկաշարից ենք օգտվել հիմնականում, իսկ սահիկաշարը պատրաստելուց օգտվել ենք այլ գիտական գրքերից, ներկայացրել ենք առավելությունները, թերությունները մեր էներգիայի տեսակներից, օրինակ պանելներից, հիդրոէլեկտրակայաններից, հողմակայաններից առաջացած թափոնները, դրանց վերամշակման համար լուծումներ ենք առաջարկել եւ ինչպես նշեց Էլան, ունենք նաեւ պատրաստած հաշվիչներ, որով կարող ենք չափել օրինակ արևային էներգիան, ջրի խնայողության հաշվիչ ունենք, CO2 աստղաթթու գազի արտանետման համար հաշվիչ ունենք, ունենք տելեգրամյան նաև բոտ ու կառաջարկենք տեղափոխվենք մեր smart սենյակ, այդտեղ ցուցադրենք ձեզ։ Մինչև տեղափոխվելը smart սենյակ, խնդրում եմ մի փոքր ներկայացրեք ձեր աջակից թիմի մասին եւ նաեւ ձեր ուսուցչի նվիրումի մասին։ Մեր ղեկավարը, մեր շատ սիրելի Գերավոյանը մեզ շատ է օգնել, ոչ միայն հենց ընդհանուր նախագծի շրջանակներում, այլ ինքը մեզ շատ հենց ֆիզիկա, ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես շատ է քաջալերել։ Իր այդ նվիրումը մեզ շատ է օգնել, իր ամեն դրական։ Իսկ երբ որ սկզբից որոշեցիք հենց այս թեմայի շուրջ նախագծային աշխատանք, մտածում եք, որ կունենաք նման արդյունք։ Խնդրեմ։ Չէինք կարծում, որ այս արդյունքին կհասնեինք, քանի որ ընդհանրապես չէինք ուսումնասիրել նախկինում էներգիայի աղբյուրները, ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ամբողջովին անցնել վերականգնվող էներգիայի եւ չունենանք այն, ինչ ունենք հիմա, այն թափոններային խնդիրները, ինչ ունենք հիմա։ Ինչ կսեց ձեզ բացի թիմային աշխատանքից, գիտելիքների մեծ պաշար իհարկե։ Աշխատելու նոր ոչ միայն լինենք սպառող, այլ նաև գիտակից ստեղծելով այնպիսի համակարգեր, որ հետագայում մեր մոլորակը չունենա, այսպես ասած, կանաչ աղբ։ Եվ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Իսկ եթե դուք ձեր շրջապատում հանդիպեք այնպիսի մարդկանց, որ մեր բնությունը վնաս են հասցնում, դուք կունենաք համարձակություն խոսել եւ պայքարել։ Նաեւ խոսելու ունակությունը, չէ՞, այս ծրագիրը ձեզ բերել։
Փորձառու դարձել։ Իսկ փորձառությունը գալիս է նրանով, որ դուք ունենում եք գիտելիքի մեծ պաշար, հարգելի աշակերտներ, եւ շնորհավորում եմ ձեզ գեղեցիկ նախագծի աշխատանքի համար, նաեւ շնորհակալություն եմ հայտնում դպրոցի տնօրեն Տիկին Թադևոսյանին, շատ քիչ ղեկավար կազմ ցանկանում է եւ առաջ է մղում, որ իր աշակերտը երևա առաջի հորիզոնականում եւ այսօր դուք հասել եք այս արդյունքի եւ Տիկին Թադևոսյանը ցանկանում է բոլորը տեսնեն, որ այս դպրոցում ովքեր են դասավանդում եւ աշակերտները ինչ արդյունքի են հասել, ձեզ նորանոր հաջողություններ, ձեր հետագա ուսումնական տարում եւ նորանոր ստեղծարար նախագծեր, սիրելի աշակերտներ։ Գնանք Smart Սենյակ։ Ստեղծել ենք տելեգրամյան բոտ։ Այստեղ մեզ ողջունում է եւ այն կարող է սկսել թեստ, խաղալ, համեմատել էներգիաների տեսակները, իմանալ ավելի, ստանալ եկողորտներ, իմացությունները, օգնություն։ Սկսենք թեստից։ Այստեղ մեզ հարցեր է տալիս, օրինակ, ինչ էներգիայի հիմնականում օգտագործում քո տանը, օրինակ խառը։ Օգտագործում ես LED կամ էներգահնայող լամպեր մասամբ։ Անջատում ես սարքերը և չես օգտագործում երբեմն։ Օգտագործում եք վերականգնվող էներգիա, պլանավորում ենք։ Եվ քանի ժամ է լույս միացված մնում առանց կարիքի 1-ից 2 ժամ։ Եվ այստեղ մեր արդյունքներն է տալիս 2-ից 3 միավոր միջին մակարդակ լավ սկիզբ ունես, բայց կան բաներ, որ կարող ես փոխել։ 3 խորհուրդ եմ ես տալիս, փոքր սովորական լամպերը դելով, անջատի հեռախոսի լիցքավորիչ վարդակից, փորձիր ավելի շատ օգտվել բնական լույսից։ Ունենք նաև խաղ։ Օրինակ հուշակիր էներգիան ես 15 գետերի հոսակից և ամբարտակներից։ Հիդրոէներգիա ճիշտ է, ջրի շարժիչ ուժը պտտում է տուրբինները։ Համեմատել էներգիաների տեսակները։ Օրինակ համեմատենք արևայինը և քամունը։ Եվ այստեղ տալիս է տարբերությունները, ազդեցություն արևայինը շատ ցածր, քամունը ցածր, արժեք արևայինը բարձր սկզբնական, քամունը միջին, արդյունավետություն արևային միջին, քամու միջին, վերականգնվող արևային այո, քամու այո, եզրակացություն, եթե ուզում ես ողբաղել բնությունը, ընտրի արևային էներգիա։ Եթե դուք այս ամենը ստեղծել եք, դա բոլորին հասանելի է, ճիշտ է, ձեր տելեգրամի մեջ, իսկ այս հարցաշարը եւ պատասխանը եւ ամեն ինչը ով է մշակել։ Որտեղից եք վերցրել։ Օգտվել ենք համացանցից, համացանցում տեղադրված գիտական տվյալներից, հնարավորինս գրիտ, փորձել ենք օգտվել հենց հնարավորինս ճիշտ տեղեկություններից։ Իսկ արդյոք ունեք այնպիսի փաստեր, թե ինչքան մարդ է այցելում ձեր էջը եւ ինչ արդյունք ստացան այցելողները։ Մեր ընկերը, ով բացակայում է այս պահին, ստեղծել է տվյալ բոտը եւ արդյունքները հայտնվում են նրա մոտ եւ մենք ունենում ենք նախ մեր բոտից օգտված մարդկանց տվյալները, ովքեր են օգտվել, անունազգանուն եւ ստացված արդյունքը, որպեսզի իմանանք, թե ինչ մակարդակում է գտնվում մեր բնակչությունը, մեր համայնքը տվյալ տեղեկությունից ելնելով։ Իսկ ունեք արդյոք այնպիսի տվյալ, թե ինչ տարիքային է ավելի շատ այցելում ձեր էջ։ Հիմնականում այցելում են մինչև 24 տարեկան անձինք։ Հիմնականում մեր դպրոցի երեխաներն են օգտվում տվյալ բոտից, որովհետև ունենք տեղադրված մեր դպրոցում ունենք տվյալ լինքը տեղադրված եւ օգտվում են մեր աշակերտները, մեր դպրոցի աշակերտները։ Ձեր ուշադրությունն եք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քարտեզը, որտեղ ըստ տեղանքների պատկերված են Հայաստանի Հանրապետության էներգիայի աղբյուրները։ Իսկ որ մարզում է ավելի շատ տեղադրված ունեք այդպիսի տվյալ։ Այստեղ մարզերով ունենք տարբեր էներգիայի տեսակներ, էներգիայի աղբյուրներ տեղադրված են տարբեր մարզերում, օրինակ այսօր տեսնում ենք Արագածոտնի մարզում հիմնականում տեղադրված են պանելներ, քանի որ արևը այդտեղ ավելի վառ է եւ մշտական։ Այստեղ օրինակ ունենք ատոմակայաններ, քամու հոմոէլեկտրակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, արևային ֆերմաներ, ջերմաէլեկտրակայաններ եւ այլն։ Այցելել եք որևէ մի ֆերմա, որ տեսնեք ոնց են աշխատացնում։
կամ հենց ինքներդ տեսել եք Շրջանային պետական քոլեջ, որովհետև իրենք շահել էին արևային պանելներ եւ իրենց քոլեջը հենց քոլեջի էլեկտրականությունը հենց այդ արևային պանելներից է ստացվում եւ մենք էլ ենք պլանավորում հենց դպրոցը ձեռք բերել արևային պանելները, որպեսզի կարողանանք ստեղծել մեր էներգիա նվազագույն կախվածություն ունենալով հիմնական էլեկտրոցանցերից։ Մուտքագրումն էլեկտրոէներգիայի սպառումը կիլովատ-ժամ, օգտվել են գիտական տվյալներից, 1 կիլովատ-ժամը Հայաստանում արտանետվում է մոտ 250 գրամ CO2, 1 հասունցառը օրական կլանում է մոտ 60 գրամ CO2, 100 վատի զորությամբ լամպը 10 ժամում սպառում է 1 կիլովատ-ժամ էներգիա։ Օրինակ մուտքագրենք 3 թիվ, արտանետված CO2-ի քանակը 250 գրամ, անհրաժեշտ հասուն ծառերի քանակը 1 օրվա համար 4 ծառ, անհրաժեշտ է որպեսզի կլանի 250 գրամ CO2։ Մուտքագրենք այլ թիվ, օրինակ 5, արտանետված CO2-ի քանակը 1250 գրամ, անհրաժեշտ հասուն ծառերի քանակը 1 օրվա համար 20 ծառ, որպեսզի կլանի 1250 գրամ CO2։